Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողները շունչները պահած սպասում են, թե ինչ է լինելու հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Այսքան ժամանակ հեռուստադիտողները սպասում էին, որ Սոսը վերջապես կվերադառնա ու Սոսը վերադարձավ։ Այնուհետև անհամբերությամբ սպասում էին տեսնելու, թե Սոսն ու Միքայելը ինչպես և որտեղ են հանդիպելու և ինչպիսին է լինելու Միքայելի արձագանքը։ Բնականաբար Միքայելի համար ծանր հարված էր այս հանդիպումը, քանի որ նա այսքան տարիներ կարծում էր, որ Սոսը մահացած է։ Ավելին, նա վերադառնալու է տուն բոլորովին ջախջախված ու իրեն հարց է տալու, արդյոք Աննան այս ամենի մասին տեղեկացված եղել է, թե ոչ։ Այնուհետև իրեն հանգստացնում է ու կարծում, որ եթե Աննան այսքան տարիներ տեղեկացված լիներ, որ Սոսը ողջ է, իր հետ չէր ապրի, ավելին, այսքան հանգիստ իր հետ չէր ապրի։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են նաև Հենրիի ու Անգելինայի միասին լինելուն։ Դիանա Գրիգորյանն օրեր առաջ Ինստագրամի իր էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրել էր հարցուպատասխանի պատուհան, որտեղ հեռուստադիտողները հնարավորություն էին ունեցել ուղղելու իրենց հարցերը։ Դիանա Գրիգորյանը հարցերից մեկին պատասխանել էր, նշելով, որ Սոսը շուտով վերադառնալու է և Հենրին ու Անգելինան միասին են լինելու։ Իսկ թե ինչպես է լինելու, որ Հենրին ու Անգելինան իմանալու են ճշմարտությունն ու միասին են լինելու, այդ մասին արդեն տեսանյութ պատրաստել ենք, այնպես որ կարող եք դիտել այն մեր ալիքում։ Շատ շուտով Հենրին ու Անգելինան միասին են լինելու ու հեռուստադիտողներն այդ փաստից արդեն ուրախ են։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը տեսանյութերի, հեռուստասերիալում նկարահանվող դերասանների, կերպարների մասին և ոչ միայն։ Գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին կամ որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Ինչպես արդեն ավելի վաղ հեռուստադիտողներին պարզ դարձավ, Սեմին արդեն ձերբակալել են ու Մերին մնացել է միայնակ։ Սակայն Արամը Մերիին միայնակ չի թողնելու, նա ամեն կերպ լինելու է նրա կողքին։ Սակայն արդյոք Մերին կհամաձայնվի իմանալով, որ Բագրատն է իր հոր սպանության հեղինակը, Արամի հետ լինել։ Այդ ամենը ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ գրեք ձեր կարծիքները, կիսվեք և իհարկե քննադատեք, եթե կա դրա կարիքը, ինչ եք կարծում հեռուստասերիալում, ինչը կարելի էր փոխել։ Նշենք, որ յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար, այնպես որ կիսվեք կարծիքներով, իսկ կարծիքներից կազմած տեսակետներով մենք կկիսվենք հեռուստասերիալի ստեղծագործական թիմի հետ։ Նշեք նաև ինչ եք կարծում ինչ է լինելու Անեթի հետ այն բանից հետո, երբ Աննան պարզի, որ Սոսը ողջ է և չի մահացել ու այսքան ժամանակ Անեթը տեղյակ է եղել այդ ամենից։ Ողջույն բոլորին, այս պահին ես ուզում եմ ձեզ ծանոթացնել մի անձնավորության հետ, աշխատանքը դուք ամեն օր պարբերաբար տեսնում եք, բայց իրեն չեք ճանաչում, ով է նա։ Նա այն անձնավորությունն է, ով վարում է և իմ և Վերջին զանգը հեռուստասերիալի էջերը, ձեր բոլոր հարցերին պատասխանում է նա, եթե ինչ-որ հարցերի հետ են համամիտ չեք, ավելի շուտ պատասխանների հետ համալուտ չեք, ես մեղավոր չեմ, մեղավորը ինքն է, ինքն է հանդիսանում մեր հեռուստասերիալի երկրորդ ռեժիսորը։ Այն ինքն է, պես որ բոլոր հարցերով դիմեք դուրեք, բոլոր նկարահանման հրապարակից բոլոր հատվածները, բոլոր ստացված և չստացված կադրերը, բոլոր հետաքրքիր, մի խոսքում է, որ էջի հետաքրքիր վարում են, և մեր էջի դիտողականությունը դուք իհարկե տեսել եք, շնորհիվ իրեն, գա ևս։ Ողջույն սիրելի ընկերներ, հիմնականում սենց վիդեոներ չեմ նկարում, որտեղ ես կամերայի դիմաց ուղղակի նստած խոսում եմ, բայց այս անգամ ոչինչ թող բացառություն լինի, որովհետև ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել իմ նոր հետևորդներին, որոնք օր-օրի ավելանում են ու իրանց էներգիայով, իրանց կոմենտներով կիսվում են ինձ հետ, անկեղծ ասեմ, որ դա ինձ շատ մեծ էներգիա է տալիս, որպեսզի ես էլ ավելի լավ մարմնավորեմ Արամի կերպարը, շնորհակալ եմ շատ բոլորից հետ, շատ գնահատում եմ այդ ամեն ինչը
ու ուզում եմ ասեմ, որ սպասեք հետաքրքիր իրադարձությունների զարգացման։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տփում, կամ ինձ են տփում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Ողջույն բոլորին, այսօր մայիսի 1-ն է, այսինքն շատ սպասված օր ինձ համար, որովհետև այսօր իմ բարի փերի, իմ մեյքափի ուսուցչուհի, իմ անփոխարինելի ընկերուհի Նանեիս երկար սպասված, տարիներով սպասված մաստեր կլասն է, ես իհարկե ոնց որ միշտ ուշանում եմ, բայց արդեն հասնում եմ Armenian Marriott, որպեսզի մասնակցեմ այդ երկար սպասված մաստեր կլասին, այս իրադարձությանը, շատ ուրախ եմ ու շատ սպասելիքներով, այսօր Նանեն ցույց է տալու 2 դիմահարդարում, կիսվելու է դիմահարդարման գաղտնիքներով, մնացած աղջիկների հետ եւս։ Գնամ մասնակցեմ, անձամբ գրկեմ շնորհավորեմ իմ բարի փերին Նանեին։ Բոլորիս լավ օր։ Հա ու մեկ էլ շնորհավոր մայիսին։ Շատ եմ ուշանում, բայց արդեն ներսում եմ, իրականում պատճառն է ուշանալու։ Այսօր մայիսի 1-ն է ու հրապարակում լիքը դասարաններ էին ու բոլորի հետ հերթով նկարվելու։ Իրականում շատ աստվածային վայրում ենք, այստեղ նույնիսկ չենք կարողանում բարձր խոսել, որովհետև աղմուկը խանգարում է, աղմուկն առհասարակ խանգարում է, երբեմն լռությունը իսկապես օգնում է և շատ հաճախ լռությունն ավելի խոսում է, սա այդ դեպքն է։ Վերջին զանգինողի ընկերները հաստատ կիմանան այս ծառը։ Մեկ ինչ սիրուն տեղը։ Ինչ սիրուն տեղ են, բայց իրականում գտելու Որ մենք ինքը չէր գաստել։ շատ սիրուն sense բան է։ Հատված է, լրիվ սյոմիչնի։ Շատ սիրուն տեղ են ընտրել նկարելու համար։ Հենրի ու Անգելինայի տեսարանները երեխեքը բերեցին, ցույց տվեցին այս տեղը։